Ողջույն, երկար բացակայությունից հետո Նժարի ուժը պոդքասթը վերադառնում է եւ մենք այսօր գործընկերոջս Արտաշես Սկանոմովի հետ փորձելու ենք ներկայացնենք այն, ինչը մեր ծրագրի, մեր պրոյեկտի շարունակությունն է, դրամաբանական շարունակությունն է, այն ինչին մենք ձգտում ենք եւ մշակում ենք միջև ընտրություններին, բուն ընտրություններին մասնակցելը եւ հասկացանք եւ ոչ միայն մենք, որ այն առաջարկը, որ անում ենք մենք, դերևս ալտերնատիվա չունի։ Ոչ թե կոնկրետ անվանումների, ինչ-որ բաների հետ, այլ սկզբունքային իմաստով ինքը ալտերնատիվա ուղղակի չունի եւ շատ շատերը դրա հետ հիմա այս պահին գոնե արդեն սկսել են հասկանալ, որ խնդիր կա եւ խնդիրը լուծման անհրաժեշտություն կա եւ ասեմ, որ մենք այդ ուղղությամբ ընտրությունից ամենջապես հետո սկսել ենք նորից աշխատել։ Շատ ու շատ մարդկանց հետ ենք հանդիպել, տարբեր ֆորմատներ ենք փորձում մշակել, հասկանալ, այնպես որ մեր բացակայությունը դա ոչ հուսահատություն էր, ոչ հիասթափություն էր, ոչ տենց ոչինչ ստացվեց, մենք գնում ենք տուն տարբերակը չէր, մենք շարունակում ենք աշխատել, ուղղակի թեթև արձակուրդ էր կան։ Թեթև, հա, նո արձակուրդ շատ հարաբերական արձակուրդ էր, որովհետև օրերով աշխատանքը դա այդքան էլ արձակուրդային չէր, բայց ամենակարևոր հարցը այն է, որ ինչու ենք հիմա որոշել նորից վերականգնելու Նժարի ուժը պոդքասթը, որպեսզի պարբերաբար հնարավորություն ունենանք ներկայացնել հասարակությանը, որ այնպես չի, որ ընտրությունները վերջացան ու ամեն մեկը գնաց իր տուն ու հաշտ են ամեն ինչ որ տեղի ունենում, չէ, մարդիկ աշխատում են ու կարիք կա նաև ներկայացնելու, ինչու ոչ նաև հետադարձ կապը ստանալու, որովհետև պարզ է դե բոլորի հետ հանդիպել հնարավոր չի, բայց կոմենտներով, ձեր այսպես բաներով, հա, կարծիքներով, դա շատ կարևոր է իսկապես հասկանալու համար, ձեր առաջարկներով, եթե այդպիսիք կան, փորձենք հասկանալ նաև լուծումների մեջ մեր թեև մենք տարբեր թիմերի հետ ենք փորձում աշխատել, բայց եւ նոր տրամաբանական առաջարկ կլինի, հիմա ընթացքում սա խերթով կասենք, բայց որպես նախաբան են ինչի մասին ենք խոսելու։ Այնպես որ Արտաշեսի հետ այսօր խոսելու ենք, անուններով դիմենք, որտեղ դե արդեն բարձ է։ Արտաշեսի խոսենք այ կոնցեպտի մասին, ինչ կոնցեպտ ենք առաջարկում, նոր չէ, հին, բայց մի քիչ update եղած արդեն։ Կոնցեպտը իրականում, այո, ոչ մի այտենց գլոբալ առումով չի փոխվում, իրականում ինչ փոփոխություն լինի, դա պետք է լինի ավելի մանրակրկիտ դետալիզացիոն այդ հարցերն է, որ պետք է խումբը ձևավորվի, ասենք ինչի վրա մենք աշխատում ենք, հա, ու տարբեր խմբեր կան, որոնք որ ընդհանուր նույն մոտեցումները ունեն, նույն կարծիքի են, հա, որտեղ իրականում այս ընտրությունները բոլորն էլ պատկերացրեցին, հասկացան, որ իրականում մենք տենց էլ 36 տարվա ընթացքում չկարողացանք քաղաքական դաշտ ստեղծելը, քաղաքական կուսակցություններ կան, բայց դրանք այդպեսին կոչվում են միայն թե երևի թե բացառությամբ միգուցե դաշնակցությունը հետաքրքիր է, չէ՞ որ դու բանն ես գաղափարական տարաձայնություններ ունես, բայց արձանագրում ես, որ այո, հա, իրականության մեջ դա է, որովհետև չի կարա քաղաքական դաշտ ստեղծվի այն պարագայում, երբ որ ասենք մենակ փող ունեցողներն են, հա, կարողանում կուսակցություններ ստեղծել եւ ամեն ինչ անել, եւ դրա հենց պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հաղթեց, քանի որ մարդիկ ոչ թե ձայները տվեցին Նիկոլին, այլ նույն կերպ ոնց որ անցած անգամ մեծամասնությունը, ասենք մոտ 300-400 հազար հոգին ի հակառակ են մյուս կողմին, ով որ ուժեղ էր, որ իրանք չդառնան, գերադասեցին ձայները տալ Փաշինյանին, հա, չսիրելով իրան եւ չընդունելով իրականում իրան։ Եվ այստեղ է ամենամեծ կարևորությունը, որ մենք պետքա ճիշտ է տեսնում եմ այդ ախտորոշումները ճիշտ տալ, հասկանալ եւ պետքա պատկերացնենք, որ քանի որ քաղաքական դաշտը չկա, ուրեմն մենք պետք է կարողանանք սկիզբը դնենք։ Հույս ունենք իհարկե միջև ընտրությունները, որ կարող է ինչ-որ ձևով ձևավորվի, հասցնենք, բայց դե ժամանակը սուղ էր եւ իրականում մենք չհասցրեցինք, չկարողացանք այն ամենը ներկայացնել, ինչ որ մենք մտածել էինք։ Սակայն լավը այն է, որ ահագին տարբեր կուսակցություններից առանձին մարդիկ կան, որ հեռացել են, այդ կուսակցությունից անջատվել են, որտեղ պատկերացնում են, որ այո, սենց մոտեցումը, սենց առաջարկը միակն է եւ այդտենց միակ ոչ թե Նժարը մենք բան չէ, այլ միակ ճիշտ առաջարկն է, որպես առաջարկ, հա, որպես միտք, կան ուրիշ մտքեր էլ, որը որ իհարկե մենք պետք է մարդկանց հետ նստենք եւ քննարկենք, հա, եւ ընտրենք այն տրամաբանականը, որն է ամենաճիշտ տրամաբանական մոտեցումը եւ ըստ դրա շարժվենք, հա։ Այսօրվա դրությամբ իհարկե այն նրանից ելնելով այս վերջի 2 ամսվա մեջ ինչքան որ շփվել ենք ու մեծ որ խոսացել ենք, փաստորեն ամիսու կես երևի թե արդեն հա ընտրություններից հետո
Սա մեզ հույս է տվել այն նրա մասին խոսալ, որ իրականում մենք կարող ենք պատկերացնել այսպես, որ ասենք պատկերացնենք, մենք հաղթել ենք, մենք եկել ենք իշխանության, այդ ժամանակավոր կոալիցիոն կառավարություն ենք եւ ինչ ենք անում։ Հա, այս է պետք հասկանալ։ Հիմա առաջի քայլը ինչ պետք է լինի, դա պետք է լինի այդ ազգային արժեքների այդ ինստիտուտի ձևավորումը, հա, որը որ առանց դրա ով էլ լինի, եթե ինչքան լավ թիմ լինի, ազնիվ թիմ լինի, իրանք մի անգամ կգան, կանեն եւ շատ ժամանակ ինչ է լինում, հա, նրա համար որ պետությունը ճիշտ ուղիով գնա, շատ ժամանակ ոչ պոպուլյար քայլեր պետք է արվեն, որը որ բերում է նրան, որ մյուս ընտրություններին արդեն այդ թիմը չի ընտրվում։ Փաստորեն այլի կարան ընտրվեն այն մարդիկ, ովքեր որ կգան, նորից էլի նույն պատմությունը կվերադառնան հին։ Այո, էլի էս դրա համար կարևորը լինի այդ ինստիտուտը, որը որ բացի սահմանադրության մեջ փոփոխությունները, որ լիազորությունները վարչապետի պետք է, հա, այնպես տարանջատվեն եւ իրականում որ մենապետության հնարավորություն չլինի, հա, ընդհանրապես որտեվ էլի եմ ասում, քանի որ քաղաքական դաշտը իրականում մենք չունենք, չի ձևավորվել, հա, չի գոյացել ինքը, ուրեմն մենք չենք կարա քաղաքացիական դաշտում էլ աշխատել իրականում, որտեղ քաղաքացիական դաշտը ինքը կարա ձևավորել մենակ այն դեպքում, երբ որ կձևավորված է քաղաքական դաշտ։ Առանց քաղաքական դաշտի որտեղ մյուս պարագաներում դա ավտորիտարիզմ է կամ տոտալիտարիզմ է։ Տոտալիտարիզմի եւ ավտորիտարիզմի ժամանակ այդ քաղաքացիական այսպես կոչված դաշտը ինքը ուղղակի պատկանում է հենց այդ ղեկավարին, հա, դիկտատորին։ Ուրիշ միջոց չկա։ Դրա համար ամենակարևորը դա քաղաքական դաշտը իրականում կայացնելն է եւ դրա կայացման շուրջ եւ հետագայում ապագայի համար մեր պետության ամենակարևոր մոտեցումն լինելու այդ ինստիտուտի կայացման process-ը, որը որ պետքա նախնական հիմա մենք պետքա փորձենք դա այդ խմբերի, հա, տարբեր աշխատենք եւ ես այսօր ղրկել եմ մի քանի հոգու, հա, առաջարկներ այդ առումով եւ մենք հանդիպել ենք էլի լավ մարդկանց հետ, հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր որ շատ հետաքրքրված են, հա, իրանք էլ տարբեր խմբեր են ներկայացնում, տարբեր նախաձեռնություններ, շարժումներ են, այո, անհատներ են եւ իհարկե բոլորի մոտ սա հետաքրքրություն առաջացնում, սրա կարեւորությունը բոլորը զգում են եւ այդ կարեւորությունը իրականում գոյություն ունի եւ դրա համար մենք պետք է կարողանանք շարժենք այս ուղղով, սկսենք այդ նախնական աշխատանքները, հա, այդ ձևավորման եւ կազմակերպչական գործունեությունը նախապատրաստենք եւ սկսենք աշխատել կանոնադրությունը մշակել, հա, նախնական դե կա ինչ-որ մոտեցումներ, որ ասում են կմախքը, դրա ամեն ինչի կմախքը ունեն։ Դա նժարիններ, մեր պատկերացումներ, բայց այդտեղ կարևորը ինչ կան, որ մենք թիմեր կամ Ես sense բան ասեմ, ինջան, այդ գիտեք ոնց եկեք դնենք մի ան, այս նժարիններ ան, այս հակառակը։ Նոր պրոյեկտ լինի, բոլորինը պիտի լինի, որովհետեւ յուրաքանչյուրը պիտի իր ներդրումը ունենա։ Միանշանակ, այս նժարին էլ պետքա բարի ճանապարհ ասենք, մի վաղ հետո ասենք, երբ որ կորոշվի թե անունը նոր այդ ինստիտուտի ոնց ենք կոչելու, հա, ինչ ձևաչափարներով, թե այդ ոդկասթը մեր կփոխվի հաստեղ, ես հույսով եմ մի 2-3 շաբաթ հետո արդեն ինչ-որ նոր անուն կլինի, ձևաչափն էլ մենք կարանք այսօր քննարկենք, որ ասենք կարելի է, ասենք մի օր դու ես հրավիրում ինչ-որ մեկին, մի շաբաթը մեկ ինչ-որ դու հրավիրես մեկին, ասենք, հա, այն անձանցից որ պատկերացնենք, որ կհետաքրքրի այս մոտեցումը եւ կարա իր մասնակցություն ունենա, մյուս շաբաթ ես ասենք ինչ-որ մեկին իրա, այդեն շաբաթը մեկ փոխվելով մենք հյուրերի հրավիրենք եւ իրանց հետ քննարկենք այս թեման, ընդ որում շատ կարեւոր է լինելու, որ պատկերացնենք, հա, այդ ինստիտուտը ինքը իրանով ոչ կուսակցական է, ոչ քաղաքական միավորում է լինելու, սա պետքա վեր լինի այդ ամեն ինչից եւ միայն պետականաշինության գործընթացին մասնակցություն իր տարբեր բաներով հենց արժեքների հիմքի վրա, հա, ազնվությունը, որ ամենակարևորն է, որ կարողանանք այդ բանը ստեղծենք, հա, վստահության մթնոլորտը որ լինի, այո, դա պետք է կարողանանք այդ մեծ բանով, իսկ այս թիմից արդեն այդ ինստիտուտի թիմից կլինեն, ես վստահ եմ ու արդեն կան, հա, դրա մասին ինչ-որ խոսակցություններ մենք ունեցել ենք, որ կառանձնանան քաղաքական ոնց որ թևը, հա, այդ քաղաքական խումբը, որ ժամանակավոր պետք է լինի քաղաքականության մեջ նրա համար, որ լինի կիրառել այդ ինստիտուտի հենց ֆորմալիզացման
process-ը, հա, այդ նշանակում է, որ մենք պարտավոր ենք լինելու փոխենք սահմանադրությունը, բայց ոչ թե Նիկոլի սահմանադրության փոխելու մասին, այլ ի հակառակ իրան մենք պետք է մեր առաջարկը անենք, թե ինչ փոփոխություն է պետք անել սահմանադրության մեջ, որ ելի եմ ասում մենապետության բառը մենք ընդհանրապես մոռանանք եւ ոչ մի սերունդ հայերի չկարնա դրա հետ բախվի երբեք էլ։ Ուրեմն դա առաջի հարցն է։ Երկրորդ հարցը այս ինստիտուտի ֆորմալիզացումն է։ Երրորդ հարցը կլինի դա պետխորհուրդ թե ինչ որ ուրիշ անուն, թե ուրիշ ֆորմատ, այո, դա ամեն ինչը քննարկելու բան է, մենք պետք է բոլորս իրար հետ կարողանանք քննարկենք եւ որոշումներ կայացնենք։ Եվ այդ կարևորը ինչ ալնելու, որ այդ քննարկումները պետք է կարողանանք եւ ես վստահ եմ, որ դա կստացվի, մենք բաց, հա, ներկայացնենք մեր հանրությանը լրատվամիջոցների առջեւ, որ մենք կարողանանք այդ քննարկումներն էլ անենք, որ պարզ լինի մարդկանց, թե իրականում ոնց է այս ամեն ինչը կայանալու, ինչը ինչից հետո է լինելու, այդտենց մոտարապես դա պետք է լինի, ասենք դա մեր մոտեցումները։ Ու ինչու է կարևոր ըստ էության այս ինստիտուտը, այդ արժեքների ինստիտուտը, որովհետև նորից մենք ամեն անգամ այդ նույն բանն ենք փորձում բացատրել, բայց երևի մի անգամ էլ ասվի, որ հույս դնել նրա վրա, որ կգան ինչ-որ փրկիչ, ինչ-որ փրկության բան կբերի, ծրագիր պրոյեկտ կբերի, դա գիտեք ոնց որ sense մատով, sense օթի մեջ ինչ-որ բան անես, էլի բախտը կբերի կամ չի բերի։ Նինջան արդեն իմանայեք, օրինակ այս հենց անցած ընտրություններից առաջ, հա մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը շատ կարգին մարդ է, բան չէ։ Եղբայր, բանից բարձավ այս մարդը քաղաքական գործիչ չի, բան խոսքից որ ընդհանրապես քաղաքական գործիչ չի, ընդհանրապես։ Ասենք օրինակ մենք տեսանք ոնց կայացավ 7 ամսամեջ Նարեկ Կարապետյանը, որպես քաղաքական գործիչ, իրականում կայացավ այդ մարդը, հա, իրականում երիտասարդ իր վրա աշխատեց ու շատ ահռելի աշխատանք վարեց ինքը, եւ ինքը իրականում կայացավ որպես քաղաքական գործիչ։ Միանշանակ օրինակ ես երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունի Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական գործիչ, հա, որ այո ծիծաղալու է, իհարկե, որտեղ նա եղել է միշտ Մարիան հետ կա ինչ որ ուժերի տակ, որին օգտագործել են եւ հիմա էլ շարունակում է այդ process-ը, բայց մարդիկ ուզում են ներկայացնել, որ քաղաքական գործիչ է։ Ոչ, այն որ Նիկոլը ԲՀԿ-ի հանդեպ եւ մեզ ազգի հանդեպ արեց կեղտոտություն, նրանով որ թույլ չտվեց այդ 60,000 մարդկանց ձայնը իրականում այո ներկայացված են դա միանշանակ ինչի համար արեց ինքը թքած ունի բոլորի վրա եւ ինքը իրան արեց ինչ ուզում եք արեք էսա սահմանական դատարանն իմը սա ԿՀ-ն իմը սա սենց են որոշել սենց անելու այս սեներ որ այդ 3-5-րդը պետք է իրանը լիներ թեկուզ եւ որ կարանար այսենց հիմա ինչ որ կատարում է ազգային ժողովում ոնց ուզում է որոշում է մեծամասնությունը փաստորեն Իրան, իհարկե 2-3-րդը չկարողացավ նա հասնի, հա, բայց դե ամեն դեպքում էլի ինչ որ ասում է շնից մաս փոքրը, թեկուզ եւ այսպես կեղտոտ սահմանությունը խախտելով բանում, մեկ միևնույնն է ինքը իրան հասավ։ Դե իհարկե նույն կերպ ասենք անընդունելի է այդ ամեն ինչը որ բռնում, ծեծում տան մեջ, պարկացնում, տանում, դա անընդունելի է, այդ կեղտոտ թույլ մարդու մոտեցումը, որը վրեժխնդրություն է այդ ձևով լուծում, հա։ Ուրիշ բան որ այդ ինչ որ ձեռից առնում են թե չեն առնում, դա արդեն էլի եմ ասում, դա դատարանը պետք է որոշի, որտեղ բոլորս պատկերացնում ենք, որ ինչը որտեղից է, հա, մոտարապես, դե բայց օրենք կա, դե թող օրենքով որոշեն, հիմա խլում են, չեն խլում, օրինականներ, անօրինականներ, այդ թող իրանք որոշեն, ստե մասնակցության բան չկա, ամեն դեպքում մենք բոլորս գիտենք, որ 90%-ը մեծ գումարների, ովքեր որ ստեղ են աշխատել, հա, դրանք անօրինական դիզած փողեր են եղել մեծ մասը, դե հիմա ուրիշ բան որ կարելի է ժամանակ լինի ինչ-որ մարդկանց ամնիստիա բան անել, որ սկսեք նորմալ աշխատել, հա, ձեր թարկերը մուծեք մարդավարի, այսօրվանից, հա, ինչ-որ տես բաներ էլ կա, սակայն այդ ամեն ինչը նույնպես պետք է, ասենք, այդ ինստիտուտը սկսի իր ձևավորել think tank հասկացողությունը, ռազմավարական զարգացման պետության մոտեցումների ձևերը, տնտեսական հարցերում
ասենք ինչ առաջարկներ ա լինելու, որ շատ կարևոր է, որովհետև իրականում մոտեցումներ կան, որ կարելի է անել արագ փոփոխությունները տեսնել, սակայն ելի եմ ասում, դա ձեռ չի տալի օրինակ նույն այտենց օլիգարխների, այն սուտ կուսակցությունները, որ մարդ կուսակցություններ sense ասենք, հա, որովհետև դրանք կկորցնեն իրանց հնարավորությունները վերարտադրվելու կամ էլ ընդհանրապես մնալ քաղաքականության։ Ու ամեն անգամ ընտրությունների ժամանակ բիզնես պրոյեկտներ իրականացնելու, ոչ թե քաղաքականությամբ։ Այո։ Հա, այս իմաստով իրականում այդ ազգային արժեքների ինստիտուտը ինքը կարևոր է նաև, որովհետև դա ապահովելու է սերնդափոխությունը, դա ընդհանուր առմամբ ազդեցություն ունենալու պետության զարգացման, այսինքն ինքը տենց հիմնարար կառույց է, ֆունդամենտալ կառույց է լինելու, ու մենք ոչ թե մեկ անգամվա հաջողության վրա ենք հույսներս դնելու, այլ հարատև երկարատևություն չէ, հարատևության վրա ենք, որովհետև բոլոր նորմալ երկրները իրանց պրոյեկտները, իրանց պետության զարգացման պրոյեկտները, իրանք 30, 40, 50 տարով են հաշվարկ անում, մենք չգիտենք վաղը արթնանալու ենք ու մեզ ինչ է սպասելու, դա նորմալ չի։ Այսինքն այս ինստիտուտների ստեղծումը սա ինքնանպատակ չի։ Եվ ներգրավել բոլոր մարդկանց անկախ իրանց հայացքներից, իրանց, չգիտեմ, տարբեր տեսակի նախասիրություններից, իրանք բոլորը պետք է ներգրաված լինեն, ամենակարևոր հարցը որ ստեղ լինելը, դա ազգային արժեքների կրելն է եւ այդ փոխանցելը նայեք, նինջան, շատ կարևոր է, նայեք, հա, այդ բառերի իմաստները մենք ճիշտ օգտագործենք, մենք սկզբից պետք է մարդկանց հետ խոսանք, թե ինչպես են իրանք հասկանում ազգ բառը, ազգային բառը, հա, որ նայեք, ես ունեմ իմ տեսակետը, որը ներկայացնելու եմ հետագայում ուրիշ ունի իր տեսակետը եւ մենք էլի այդ թմով պետք է քննարկենք եւ տրամաբանորեն բերենք նրան, որ հասկանանք, որ ինչ է նշանակում ազգը, հա, ինչ է նշանակում ժողովուրդը, այդ շատ կարևոր է, որովհետեւ այսինքն որ խառնանալու թվում ազգային դա մենակ մեր Հայաստանինը չի, ազգայինը դա պետք է ներառի Սփյուռքին էլ, то есть մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնենք, որ արձագանքն է ճիշտ ստանանք, անվանումները պետք է ճիշտ դնենք, իմաստները պետք է ճիշտ դնենք այդ ամեն ինչի տակ, եւ սա շատ կարևոր աշխատանք է։ Ահռելի մեծ աշխատանք է լինելու, որտեղ շատ կարևոր է, համաձայն եմ, որտեղ շատ տարբեր ձևերով են հասկանում տերմինները ու դա շատ անգամ մարդկանց շփոթության ու մոլորության մեջ է դնում, որտեղ կա մի մասը, որը այդ իր պոպուլիզմի մեջ է օգտագործում տարբեր տերմիններ, այնինչ հետո գալիս ասում է, չէ, ես դա այն նկատի չունեի, բայց իրականության մեջ մենք պիտի նաև դա իրար հետ նստենք ու պայմանավորվենք, թե որ տերմինը մենք ոնց ենք օգտագործում, որտեղ դա քաղաքական տերմիններ են, այսինքն մենք ելակետային տվյալները, այն ինչի վրա պիտի հիմնվենք հետագայում, որտեղ շատ կարևոր է լինելու, որտեղ եթե ինչ որ մեկը հետո հայտնվեց, որ հակառակ գործողություններ է իրականացնելու, մենք պետք է ունենանք շատ հստակ կանոնակարգ տերմիններից, հա, գնահատականները, այս ամեն ինչը պետք է շատ հստակ լինի, որպեսզի կարողանանք նաև մաքսիմալ արդյունավետություն ապահովենք։ Սա, գիտես, ես մտածում եմ մենք շատ մեծ բեռ ենք վերցրել մեր վրա, շատ ծանր բեռ է, որտեղ ինքը շատ մեծ ծավալ է, բայց ինչն է ինձ օրինակ հանգստացնում, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ունենք ու հիմնականում դա այլևս երիտասարդությունն է, մեզանից երիտասարդ ասելով մի քիչ ճիշտ չեն հասկանում, էլ դա է ճշտելու տերմին, մարդիկ ովքեր բնականաբար չափած են, բնականաբար աշխատել են, կռվել են, տարբեր ոլորտներում կայացել են, մարդիկ, որոնք ունեն անցած ճանապարհ, փորձ ունեն, այո, շատ կայացած մարդիկ են, մեր հետ համեմատած իրանք ավելի երիտասարդ են։ Ու սա հույս է տալիս, որ սա այս պրոյեկտը շարունակական է լինելու, այսինքն այս պրոյեկտում կան մարդիկ, ովքեր պլյուս Չէ, ոչ թե հույս է տալի, չէ, այս իմաստն է այս պրոյեկտի։ Իրականում նաև իմաստն է, շարունակական, եթե դա չունենա, այս ամեն ինչ անիմաստ կլինի մեր խոսակցությունը։ Սա հենց հիմքն է նրա, որ լինի, ասենք ավելի փորձառու մարդիկ, ավելի ինչ որ գիտելիք ունեցող մարդիկ կարողանան փոխանցեն այդ փորձը, այդ գիտելիքները ավելի երիտասարդ սերնդին, նրանք իրանց հերթին փոխանցեն եւ դա շարունակական պետք է լինի, դա ամենակարևոր հարցն է լինելու։ Հենց պետության ամենակարևոր հիմքը պետք է լինի այդպիսի ինստիտուտը, որը որ այն ուրիշ ինստիտուտների, հա, որը որ 3 ճյուղ են կոչվում, հա, իշխանության, դա օրենսդիր գործադիր դատական ճյուղերը, դրանց հետ հավասար պետք է արժեք ունենա։ Իրական ու հենց բառից բուն այդ արժեքների ամենակարևոր փաստորեն անկյունը եւ անկյունակարը լինելու է հենց այս ինստիտուտը, որ ապահովելու է, ինքը դառնալու է երաշխիքը ինչ որ չափով այն մյուս
ճյուղերին, որոնք որ չկարողանան զավթված լինեն։ Հա։ Ու շատ կարևոր աշխատանքը, կարելի ասել արդեն սկսվել է, արդեն գնում են բանակցություններ տարբեր խմբերի թիմերի հետ, արդեն կա շատ հարցերում համաձայնություն, դետալների մեջ դեռ քննարկման փուլում են գտնվում, դա շատ նորմալ ու բնական է։ Պարզավոր կլինեն նորից նոր միացողներ եւ նաեւ Նինջան, նայ, ես այսօր չվերջացեցի, երբ որ ասացի, որ որոշ մարդկանց ուղարկել էին նամակներ, նրանով որ եթե իրանք հետաքրքրված են, ինչ որ արձագանքներ արդեն կան, այսօր է ուղարկել։ Եվ ես վստահ եմ դեռևս կլինի, բայց մենք պետք է հասկանանք, հա, որ այս նախնական մենք հիմա ինչ որ մի քանի հոգով մի ոչ մեծ խումբ է, ասենք 7 հոգանոց, 9 հոգանոց կարող է խումբ լինի, նախնական նախապատրաստում ենք այն կմախքը, որը պետք է դնենք սեղանին, որ ավելի մեծ խորհուրդը կարանա իրար հետ որոշի, ոչ թե մենք որոշում ենք ու առաջարկում ենք էսա, ուզում եք, չէ, պետք է մենք նախնական ինչ-որ բան ներկայացնենք, որ մարդկանց հասկանալի լինի ինչի մասին է խոսքը եւ ամեն մեկը իր տեսակետը, իր տրամաբանական դրա հիմնավորումները կարանա ներկայացնի կամ հակառակը ընդունի ինչ-որ դիմացինի մոտեցումները։ Հա, այնպես որ մարդկանց տեղեկացնենք, որ աշխատանքը չի կանգնել, աշխատանքը շարունակվում է, այն ինչը մեզ համար կարևոր էր, ինչի մասին խոսում ենք, մենք այս ընտրություններով եւս մեկ անգամ համոզվեցինք, որ դա շատ կարևոր է, գուցե ավելի կարևոր է, քան պատկեր։ Ես օրինակ ինձ համար, ես ընտրություններից հետո հասկացա, որ ինչքան ճիշտ էինք մենք այն ժամանակ, ափսոս որ ժամանակը քիչ էր, չհասցրեցինք իրականացնել պրոյեկտը ամբողջությամբ, բայց երևի թե լավ էր նաև, որովհետև այս ընտրությունների արդյունքում նաև այլ թիմեր սկսեցին միանալ, այս շատ կարևոր մաս էր։ Եվ սահմանադրական փոփոխությունների հետ կապված այնուամենայնիվ շատ կարևոր սկզբունքային հարց է լինելու սահմանափակումը իշխանությունների, էլի նորից վերադառնալով մի անձի Причем ստեղ անունազգանները բացարձակ կապ չունեն, որովհետև մարդկանց թվում է թե դու ինչ-որ մի անձի հետ ես կապում։ Չի թվում, Նինջան, դու քեզ թող չթվում, մարդկանց չի թվում։ Չէ, մարդիկ լավ էլ հասկանում են։ Ուրիշ բան, Նինջան, մենք ոչ թե չունենք այն մարդկանց, որ թվում է, չէ, ոչ մեկի չի թվում, բոլորը լավ պատկերացնում են, որ անձերի մասին չի բան չի։ Իրանք չեն պատկերացնում, չեն տեսնում են թիմը։ Հա։ Եվ վերջնական այն պատկերը այդ բանի, հա, տեսլականի, ասենք, գաղափարի, ասենք, թե ինչ որ նպատակի, այդ ամեն ինչը մենք չենք կարողացել ներկայացնենք այն թիմը ու այն նպատակը, ինչ պետք է։ Եթե մենք կարողանանք դա ճիշտ ներկայացնենք, եթե մենք կարողանանք ամենակարևոր հարցը լինելը երիտասարդությանը դա ճիշտ ներկայացնել, որ ներգրավենք երիտասարդությանը, ինչը որ ելի եմ ասում, երիտասարդը ոչ թե արդեն 25-35 տարեկանը, որոնք բավականին կան, ասենք, մեր մեջ հիմա արդեն, բայց էլ ավելի երիտասարդներին, հա, ուսանողներին, եթե կարողանանք ներգրավենք, իսկ սա կարևորն է, որ մենք կարողանանք իրանց ներկայացնենք, թե սա ինչ ապագա է իրանց համար տալու, ոնց են ապրելու, ինչ պետության մեջ կապրեն այս մոտեցումների դեպքում, հա, եւ այդ դեպքում մենք կարողանանք, եթե իրանց ներգրավեցինք, մենք կարողանանք ստանանք այն բաները վերջնական պրոդուկտը էլի, որպես ռեզուլտատները, հա, արդյունքները, որ կանոնանք, այո, սա է մեզ կարևորը արդյունքն է, արդյունքում մենք պետք է ստանանք այն ուժեղ պետությունը, այն կարգին բարոյական ուժեղ եւ բան ապահով պետությունը, հա, որտեղ որ ամեն մարդ, պետությունը մարդու համար է, եթե մարդ չունի, պետությունը ոչ մեկին պետք չի, եթե ունենանք սահման, դրոշ, բայց մարդ չապրի ստեղում է պետք է պետությունը, ոչ մեկի, դե ուրեմն մարդու համար է, դե ուրեմն մարդը պետք է արժանապատիվ ապրի, հա, ինքը պետք է կարողանա իրան արժանապատիվը զգա, անվտանգ արդարադատության համակարգը պետք է, այսինքն ամբողջ համակարգը մարդու համար է լինելու, ոչ թե հակառակը։ Եվ մարդը պետք է ունենա վստահություն դեպի պետություն։ Այս ամենակարևոր բանն է լինելու կամուրջը, որ եթե դրան մենք հասանք, իսկ այս մեր մոտեցումները ընդհանրապես հնարավորություն են տալու հենց դրան հասնելու, հա, որտեղ այդ վստահության մտնելորդը եթե մենք կարողացանք ապահովենք հենց ինստիտուտի ներքո, սա թափանցելու է հասարակության մեջ միանշանակ այդ ամեն ինչը, հա, եւ այդ դեպքում ասենք այս ինստիտուտից դուրս եկած քաղաքական գործիչները հետագայում որ կեթան քաղաքականության մեջ եւ կձևավորեն իշխանություն, հա, ու այն օրենքները, որ սահմանության մեջ փոխած կնեն, որ թույլ չի տա վարչապետին ինքնագլուխ որոշումներ ընդունել, հա, անվիճակատագիրը որոշելու հետ կապված, հա, երբ որ դա գլխավոր դատախազը միշտ գլխին
այն որ ասում է այդ իր մուրճը գլխին կայնած կլինի, այդ մուրճը պետքա դատախազի ձեռը տալ, որ իր ձեռից առնել են, որ վեկալ մուրճը վազվազում, այդ մուրճը պետքա տանք դատախազի ձեռը, որ իր գլխի վերևը պահած լինի, ամեն վարչապետի, այս է բանը, մարդիկ սա, որ պատկերացրեցին լրիվ հասկացան, ես ասում եմ, մենք պրոբլեմ չունենք այդ 400,000-ը, որով որ ի հակառակ էին, հենց այդ 400,000-ն է դուրս գա փողոց, այդ 400,000-ն է հաջողություն կանի Փաշինյանին դեպի իր տուն, ասենց ասենք։ Բացի դրանից, միևնույնն է, հիմա թեմաներ են դինելու, Նինա ջան, այս ընթացքում, հա, որ մարդիկ արձագանքում են, օրինակ, սկսեց էլի այդ կրկեսը, հա, այդ ազգային ժողովում այդ ինչ-որ անում են, այս մարդկանց ուշադրությունը շեղելու համար է, սա Նիկոլի օրակարգն է։ Մենք պետք է կարողանանք սրա օրակարգի մեջ դուրս գանք, չխոսանք այդ զիբիլների մասին, այդ ինչ-որ արվում է այնտեղ, այդ ինչ-որ ինքը տեխնոլոգիաները օգտագործում են մեր ժողովրդի հանդեպ, մենք պետք է կարողանանք մեր օրակարգը ստեղծենք, մեր օրակարգում իրանք դնենք իր տեղը, որ ինքը չկարողանա ազդեցություն ունենա ընդհանրապես քաղաքականության վրա։ Սա է մոտեցումը եւ մենք կարողանալու ենք դա անենք, սա ես վստահ եմ արդեն մեր հասարակությունը հասունացած է եւ ճիշտ քայլերը անելու դեպքում մենք միանշանակ հաջողության կհասնենք։ Երևի չգիտեմ, էլի այսօր ծանրաբեռնենք, էլի մնացած թեմաներ կա, թե թողենք հաջորդ անգամվա համար, որտեղ իրականում էս էլ է, էլի, այդքան ես չնայած մենք խոսացել ենք այս ազգանիշի մասին, բայց ոնց որ այդքան շատ չենք խոսացել այս ամբողջ ընթացքում, երևի փորձենք այսքանը մարսեն, թե հարց չկա, նայ, Նինջա, մենք կանանք այսպես անենք, ասենք եկող շաբաթ ես կվարեմ, մյուս շաբաթ դու ես վարում, իսկ երրորդ շաբաթը իրար հետ էլի նստենք, ոնց որ այդ վերջնական այդ ամփոփում ինչ որ անենք, հետո էլի նորից աշխատանքային է, ասում եմ եթերում է համաձայն։ Դա չէ, որ այդ ամեն ինչը մենք կարողանանք հետագայում ասենք նույն այդ խորհուրդը հավաքվեց, հա, նույն այդ ամփոփումը ավելի կարճ էս ներկայացնենք մեր ոդկասթերով։ Ես վստահ եմ, որ մեր գործընկերներն էլ տարբեր ոդկասթներ ունեն եւ այնտեղ իրանք կներկայացնեն այդ նույն ամեն ինչը, այսպես քննարկումներով իրար հետ բաց փորձենք շարունակել։ Միջև որ կարողանանք արդեն, այսինքն ամեն этаպը մենք կշարունակենք եւ նաեւ կներկայացնենք ամփոփ ինչին ենք հասել, ինչի շուրջ ենք համաձայնության եկել, պես որ պիտի խնդրեմ, որ ոչ մեկ չուսատվի, չհաստափվի, ամեն ինչ նորմալ է, ձեր շնորհակալություն։ Լավ եղեք, մինչև նոր հանդիպումներ։ Ձեր արձագանքներին պիտի խնդրեմ, անպայման արձագանքեք, գրեք ձեր տեսակետները։ Իսկ որ մարդիկ շատ տենան, կարևորը որ մարդիկ տենան պատկերացնեն ինչի մասին է խոսքը։ Մենք կամաց հետո կբացենք այդ թեմաները, ավելի մանրակրկիտ կներկայացնենք, բայց ինչքան շատ մարդ տեսնի, այդքան ավելի շուտ մենք կհասնենք հաջողության։ Եվ շատ ճիշտ նշեց Արտաշեսը, որ շատ կարևոր է, որ օրվա իշխանությունների նարատիվներով մենք չշարժվենք, պիտի լինի մի նարատիվ եւ դա պիտի լինի ազգային գաղափարների նարատիվը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդիվ։